Բարև ձեզ Meridian Expo կենտրոնում այս պահին տեղի է ունենում 5-րդ Career City Fest լավագույն գործատուների փառատոնը, որն այս տարի կրում է 5 սերունդ 1 Greeting խորագիրը։ Եվ թերթեմի տաղավարում այս պահին զրուցելու ենք ըստ քեզ հաղորդման հիմնադիրներ Վարդան Վարդանյանի եւ Նարեկ Բաբայանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Գաղտնիք չէ, որ սոցիալական մեդիան այսօր բավականին հզոր գործիք է, ասելիքը տեղ հասցնելու, լսելի լինելու, ամենատարբեր թեմաներին անդրադառնալու համար եւ ինտելեկտուալ կոնտենտը, որ դուք ստեղծում եք ըստ քեզի շրջանակներում, ինչ տպավորություն ունեք, որքանով ունի սպառում եւ հետաքրքրություն։ Մենք երբեմն բանավիճում ենք իրար հետ, մենք մեզ կոչում ենք ինտելեկտուալ նաեւ լուսավորող կոնտենտ, որտեղ մենք միանգամից տենց կրթական գիտելիք չենք տալիս եւ մենք խորացել ենք ավելի շատ մեր մատուցման ձևի վրա, որտեղ մենք հասկացել ենք, որ մարդիկ սիրում են գուշակել ու սիրում են ներգրաված լինել եւ փորձենք այդ մեթոդով աշխատել մարդկանց հետ, այդ ձև հասնել մեր ասելիքը եւ երբեմն շատ հաճելի հետադարձ կապ ենք ստանում, որ մարդիկ ինչ-որ բաներ սովորում են մեզնից, մեզ համար դա շատ կարեւոր կետ է։ Երբեմն ունենում ենք վիդեոներ, որոնք գիտենք օրինակ շատ մարդիկ չեն դիտի, բայց ունենք ասելիք եւ ուզում ենք անենք եւ այդ հարցի հետ ենք կապված տեսանյութերանում։ Իսկ երբեմն նաեւ ունենում ենք այնպիսի վիդեոներ, որ հնարավոր է չկիսենք այդ միտքը բան, բայց գիտենք որ պետք է նոր մարդիկ ներգրավեն, օրինակ հորոսկոպի հետ կապված ես ու Նարեկը միշտ բանավիճում ենք, տենց թերապատոներ են նայում, բայց մարդիկ գիտենք որ սիրում են, սպասում են ու որ անում են տենց հնարավոր է տենց միլիոն եւ ավել դիտում ունենա ու դա շատ մեծ տիպ է, որ մարդիկ գան տեսնեն նաեւ այլ վիդեոներ են անում այս երկու տղաները, կասեն փորձենք նայել եւ կարող կպնի էլի իրանց։ Նարեկ դուք ինչ։ Դրացնելով կասեմ, որ մենք գոհ ենք նրանց ինչ կա այն ակտիվությունից, որը մեր ֆորմատը ունի, որ մարդիկ սպառում են վիդեո, որտեղ շուտ բովանդակություն կա, գիտելիք, չգիտեմ, բայց երբեմն կա այդ, որ մենք հարմարվում ենք չասեմ, որ անտեսելով այն ինչը մենք ուզում ենք անենք, սպասարկում ենք միայն մարդկանց հետաքրքրությունները, բայց ստիպված ենք լինում ֆորմատի, խոսքի եւ այլն զիջողությունների այսպես գնանք, որովհետեւ կարողանանք գրավել այդ մարդկանց, մենք անկեղծ որովհետեւ ուզում ենք լավ ինֆո փոխանցենք եւ այլն, որը երբեմն ծանր է։ Դա անելու համար մեկ-մեկ զիջումների գնում ենք, բայց գլոբալ եթե գնահատենք ոնց է, շատ ավելի լավ, քան մենք ակնկալում էինք սկսելուց պրոյեկտը։ Ուսումնասիրել եք, թե ինչ լսարան եք դուք ձևավորել, ինչ տարիքային սեգմենտ է ձեզ հետևում, հավանաբար երիտասարդներ կամ ավելի բարձր տարիքային, դե ֆիդբեքերի մասին արդեն լսեցիք, որքանով եք հաշվի նստում այդ ֆիդբեքերի հետ, երբեմն արդարացնում եք լսարանի սպասելիքները կամ հակառակը։ Նախ կարող եմ ասել, որ տարբեր սոցիալական հարթակներում տարբեր տարիքային խմբեր են նայում, հա, մենք Instagram-ում մեր ամենաշատ նայողները 18-ից 30 տարեկաններն են, ամենաշատը, ոչ թե 1018-ից, այդ սեգմենտն ամենաբարձրը, երկուսը կպցրի է։ Facebook-ում ավելի տարիքով մարդիկ են, ինչպես հասկացան, մենք նոր ենք, ճիշտ ասած մի քանի ամիս Facebook-ել բացի նույն կոնտենտը այնտեղ ենք եղադրում, TikTok-ում ավելի երիտասարդ, այսինքն հենց է ստացվում, որ ամեն սոցիալական ցանցում տարբեր սերնդի մարդիկ են մեզ նայում եւ դեպս հաճելի է։ Հաշվի նստում ենք, իրականում եթե անկեղծ լինեմ, այ օրինակ մտածում եք այս ինչ բանը կարելի է այլ կերպ անել կամ այս ձևով են ավելի լավ ընդունում, արձագանքում։ Ես հստակ sense ֆորմատ, որտեղ եք ինչ-որ բան փոխեք, էսի sense անեք բան, չեմ ասի, որ sense կոնկրետ խորհուրդ եղել է ու մենք մտածել ենք հետևենք կամ չհետևենք, հիմնականում կոմենտներ լինում են, թե աղբյուրը որն էր այս ինֆոյի, ճիշտ էր, ճիշտ չէր, դուք կարող եք ինչ-որ ծայրահեղացրել եք, որ ինքը ավելի լավ գնա եւ այլն։ Ես նույնիսկ մի օրինակ հիշեցի, որ մենք ինչ-որ հայկական իրականությունից մի փաստի մասին էր հոլովակը, մի տղա մեզ գրեց, ասեց իմ մայրիկը եղել է հենց այդ ոնց որ փաստը իր շուրջը ու տենց չի եղել, մի քիչ ուրիշ ձև է եղել։ Մենք ասացինք, որ դա ոնց որ մենք բաց աղբյուրներից վերցրել ենք, պաշտոնական լավ հայտնի լրատվականից վերցրել ենք ու ներկայացնում ենք, հնարավոր է ներքին ինչ-որ բախումներ կամ չգիտեմ եղել են, որ ուրիշ ձև է ներկայացվել։ Նա ասաց, որ հա, իրականում տենց բան ա եղել, ամբողջը չի լուսաբանվել, իրականում սենց ա եղել։ Մենք ասենք շնորհակալություն, վերցրեցինք իր տելեֆոն story արեցինք, որ ժողովուրդ արվեց սենց բան։ Այո, հաշվի նստել պարտադիր միշտ նստում ենք,
բացասական կոմենտ շատ քիչ է լինում, գովնում է։ Քիչ է լինում, բայց անպայման կորցնում ենք արձագանքել, կապի դուրս գալ, եթե ինչ որտեղ թերացել ենք, սխալ բան ենք արել, անպայման շուտ ներողություն ենք խնդրում ու ասում ենք որ հաստորեն սենց էր։ Եվ իմенно որ իրանք հարցեր են մեզ ուղարկում, ես վերջից որոշեցինք եթե լավ հարց ուղարկում են մեզ, թող գան հենց մեր ստուդիայում տան մեզ այդ հարցը, այդ ֆորմատի փոփոխություն։ Ունեցանք տենց։ Հետաքրքիր է, հնարավոր է մշտապես ստեղծել լավ որակով կոնտենտ, ինտելեկտուալ կոնտենտ ու միևնույն ժամանակ մնալ պահանջված, մնալ այդ դիրքերում, թե այնուամենայնիվ սոցիալային խաղի կանոնները ստիպում են երբեմն փոփոխություններ մտցնել, երբեմն իջեցնել այդ նիշը։ Շատ լավ հարց եք տալիս, որովհետև շուտով կլարանա մեր 2 տարին, այն ակտիվությունը, որ ունենք ի սկզբանե, երևի նոր էինք եւ ակտիվությունը ավելի շատ էր, ինչ որ նոր բան որ ստեղծվեց, ավելի շատ են։ Հիմա ոնց որ քանվել են, մնացել են այն մարդիկ հիմնականում, ովքեր պատրաստ են այդ ինֆորմացիան լսելու, ու իրենց հետաքրքիր է։ Մենք ոնց որ երևի մի քանի ամիս է 40,000 follower-ի մեջ sense տատանվում ենք, էլի, այսինքն ինքը հասկանում ենք, որ պետք է մենք երևի այլ նոր բաներ անենք, որպեսզի շատանան մարդիկ։ Սոցկայքերում լինել լավը ու միշտ մնալ ակտուալ իմ համար անհնար է, sense կտրուկ կպատասխանեմ, ուղղակի հնարավոր չի, դու հոգնածնում ես մարդկանց։ Դու մեկն ես այն 1 միլիոն վիդեոներից, ում ամեն օր sense թերթում են, պետք է թարմություն վերել, պետք է փոխվել, պետք է նոր բաներ փորձել, նաև միշտ նույն որակը տալ նաև ֆիզիկապես անհնար, մարդենք ուղղակի չի ստացվի, ինչ-որ պլան կա դնել, իրան միշտ հետևել, գրաֆիկը sense է, վայրիվերումներ լինում է բնականաբար, բայց ինչքանով կարողանում ենք, փորձում ենք, էքսպերիմենտներ անում ենք ու փորձում ենք պահանջված մնալ, հա, այդպես ասեմ։ Եվ ամփոփելով մեր զրույցը, դուք ըստ էության նաև կոտրում եք կարծրատիպն այն մասին, որ երիտասարդները սպառում են հիմնականում վատ կոնտենտ կամ առաջարկ պահանջարկ տրամաբանության մեջ, փաստորեն եթե կարելի է առաջարկել լավ եւ ինտելեկտուալ կոնտենտ, ապա լսարան միշտ կգտնի։ Հիշում ես, որ մենք պրեզենտացիա ունենք պատրաստած գովազդների համար, մենք այդ միտքը շատ ենք քննարկել, որ մարդիկ իրենց մեծ մասը անցկացնում են թերթելու մեջ, սա որ ու ասում են աղբա, շատ ու նայում են էլի այդ աղբը, ու ասում ենք լավ, պետք չէ էլի, նաև այդ մարդկանց մեղադրել, պետք է օրինակ ստեղծել, փորձել ստեղծել լավ բան, տեսնել, կարող է նաև քեզ նայեն էլի, պետք չի անդադար ասել, տենց վատ ամեն ինչ աղբա ու իրանք էլ նայում են, գցել ոնց որ նայողի մասին էլի, պետք է իրանց տեսանկյունից էլ ոնց որ հացին նայեն։ Դրա համար մենք որոշեցինք, որ դեպքում չկարճ լինի, պետք է ինչ-որ հուկեր լինեն, պետք է թողենք իրանք ուշադրություն գրավեն, հա։ Դե բանին աշի։ Այո, կարծրատիպ կոտրում ենք թե չէ, իմ մեջ եղած կարծրատիպը մենք կոտրեցինք, որտեղ ամենասկզբից կոնկրետ հասկացել իմ մոտ sense բանը կաշխատի թե չէ, աշխատեց, շատ զարմացանք, ուրախացանք, ամփոփելով ես կասեմ, որ պահանջարկին նայելով, եթե մենակ տանք առաջարկ, շատ տխուր պատկեր կունենանք մենք վերջում, էլի մի քիչ կտրուկ բան անեմ, եթե ունենք ստանդարտներ, որոնք մեզ չգիտեմ, լեզվի իմացությունը, մեր աշխարհը հայացքը, չգիտեմ, տեղեկացված լինելը մեր օգնում է, որ մենք կարանք դրսի փորձը բերենք, ուրիշ բան ստեղծենք տանք մարդկանց, որի մասին իրենք նույնիսկ չգիտեին, դա պետք է անել առանց սпасելու, իրենք դա ուզում են, թե չէ, իրենք կարող է չգիտեն, որ տես բան կա ու չեն ուզում։ Շնորհակալ եմ։ Մենք եք շնորհակալ։